Նիկոլ Փաշինյանը ահաբեկում էր պատերազմի վտանգով, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ սեպտեմբերին պատերազմ պիտի լինի, եւ դուք գիտեք ինչ կոնտեքստում էր ասում, բա որ դուք առանց ամաչելու այդքան ամիս ասում էիք 300,000 ադրբեջանցիները գալու են։ Այդ որ ասում արհեստական բանականությամբ տեսանյութեր էիք տարածում, որտեղ ինչ որ ադրբեջանցիներ էին, գալիս էին մարդկանց տներից, հանում էին, իրենք էին ապրում, 300,000 ադրբեջանցիները գալու են, հետո էլ դենց ակունք իմաստության ասում, դրանք էլ արագ են բազմանում, գիտեք ինչ վատա լինելու, հեսա 1,5 միլիոն են դառնալու, խայտարակությունը գիտեք ինչ վատա լինելու։ Հասկանում եք, որ դա խայտարակություն է, դուք մարդկանց ահաբեկել եք։ Դուք մարդկանց ահաբեկել եք, պարոն Կարապետյան, եւ գիտեք, որ այդ ահաբեկումները դա խոսքի ազատություն չի, խոսքի ազատություն չի դա, երբ 3,000 ադրբեջանցիներով ահաբեկում եք, ամբողջ համացանցը հումորներ էր անում, ասում էր, բանը կոկոնդիլոս են քշում, հետո ասում են, ինչի չկա ստեղ կոկոնդիլոս, դե ասում է քշել ենք, հիմա ձերն է, այդ անեկդոտն է, 300,000 ադրբեջանցիներին քշում էիք, գիտեք, որ Պարոն Վարդևանյան, որպես իրավաբան եմ ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր կա եղել 1919 թվականին մի գործով շենքը ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, պիտի որ իմանաք, խոսքի ազատությանն է վերաբերվում, դատավորը իր խոսքում ասաց, որ որևէ օրենք, նույնիսկ ամենախիստ օրենքը չի կարող պաշտպանել խոսքի ազատությունը, եթե այն չի կարող պաշտպանել այն մարդուն, որը փակ լեբլեցուն դահլիճում գոռում է հրդե եւ մարդկանց մոտ խուճապ է առաջացնում։ Ես գիտեք դա ինչի համար եմ ասում, որովհետեւ ձեր ամեն խոսքերը, 300,000 ադրբեջանցիներ եւ այլ, դրանք մարդկանց մոտ խուճապ են առաջացրել եւ դրանք ընդհանրապես խոսքի ազատության հետ կապ չունեն։ Դուք միտումնավոր խուճապ եք առաջացրել մարդկանց մոտ եւ դուք որպես իրավաբան պիտի իմանաք այդ գործերի մասին, դրանք շատ կարեւոր են։ Դե խոսքի ազատություն չկա եւ երբ այստեղ ասում եք սահմանադրական դատարան արձանագրեց, այնքան եմ ցավում, որ սահմանադրական դատարանը չի արձանագրել, որ այս տարի հիմք դրվեց նաեւ ընտրական туриզմին։ Դա էլ պիտի արձանագրեր սահմանադրական դատարանը, գուցե ես սա քաղաքական գնահատական եմ տալիս, պարզավոր սահմանադրական դատարանը նման բան չէր կարող արձանագրել, բայց դուք պատիվ ունեցաք հիմք դնել ընտրական туриզմին եւ դրա մասին բազմաթիվ փաստեր կան, պետք չէ հերքել, ընտրակաշարքի մասին չեմ խոսում, որովհետեւ այն բոլոր ձայնագրությունները, որոնք չեն վիճարկվել, ուղղակի հերքվում են, դատարաններում չեն վիճարկվել, այդ բոլոր ձայնագրությունները խոսում են խայտարակ աննախադեպ ընտրակաշարքների մասին եւ ընտրությունների մասնակցած ոչ մի դիմադիր ուժ չխոսեց այդ մասին։ Հայաստան դաշինքին էլ եմ ասում, մենակ ձեզ չեմ ասում։ Այն բոլոր ուժերը, որոնց անունները կային այդ ձայնագրություններում, իրենց մասին եմ խոսում եւ շատ ուժեր կային։ Հիմա պարզ է, չէ՞ որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ասելու, դե գիտեք, հա դե կներեք, ստացվել է։ Դրա մասին չի խոսքը։ Ես